Սյունիքի մարզի Արծվանիկ բնակավայրից մոտ 3 կիլոմետր հյուսիս-արևելք Սարահարթի եզրին է գտնվում 5-րդ դարի գոհարը՝ Երիցվանքը։ Այս տարվա նոյեմբերին պեղումներ են կատարվել վանական Համալիրի փոքր եկեղեցու ներսում։ Պարզվել է, որ կառույցը երկաստիճան հիմնապատվանդանի վրա տեղադրված կղմինդրե ծածկով պայտաձև աբսիդով միանավ թաղածածկ եկեղեցի է, արևմտյան կողմում երկհարկ նախասրահ գավիթ դամբարանով։ Այս եկեղեցին շատ հետաքրքիր է իր ճարտարապետական լուծումներով, սա եզակի կառույց է հայ միջնադարյան ճարտարապետության մեջ։ Ամբողջությամբ եկեղեցին թաղված է հողի տակ շրջակայքը եւ մոտ 1.5-2 մետր խորությամբ այստեղ պեղումների անհրաժեշտություն կա, որը պահպանության ծառայությունը հավանաբար կսկսի իրականացնել արդեն եկող տարվա պեղաշրջանում։ Հուշարձանախումբը զբաղեցնում է մոտ 1.5 հեկտար տարածք, որը ներառում է գլխավոր եկեղեցին, գավիթը, սեղանատունը, այլ կառույցներ շրջակայքում, պարիսպները, վանքի եւ փոքր միանավ մատուռ եկեղեցին, որի պեղումները նախաձեռնվել է արդեն այս տարի։ Պեղումների ընթացքում հայտնաբերվել են մարդկային կմախքի մնացորդներ, կավանոթների բեկորներ, մոտ 100 երկաթյա գամեր, որոնց մի մասի վրա պահպանվել են փայտի մնացորդներ։ Եկեղեցի դամբարանը ամենայն հավանականությամբ կառուցվել է հայրենիքի համար զոհվածների գերեզմանի վրա, նրանց հիշատակին։ Եկեղեցուց մոտ 1 մետր հյուսիս բացվել է նաև արձանագիր տապանաքար։ Մասնագետները հիմա ուշի ուշով ուսումնասիրում են գտածոները Համալիրի վերականգնման նպատակով։ Գտած բեկորները մենք համարակալում ենք, չափագրում ենք, որ հետագայում համադրենք, տեսնենք ինչ կարելի է ստանալ եղածից ու օգտագործվեն այդ բեկորները, եթե հնարավոր լինի վերականգնել հուշարձանը։ Կարծում եմ մի քանի ամսից արդեն վերականգնման աշխատանքները նույնպես կարող ենք սկսել եւ այստեղ փոքր եկեղեցու մատուռ հատված կա, որտեղ կփորձենք գոնե այնպիսի պայմաններ ստեղծել վերականգնումից հետո, որպեսզի կարողանան մարդիկ մոմ վառել, աղոթք անել եւ ինքը որպես եկեղեցի նաեւ իր հոգեվոր առաքելությունը կատարի։ Պահպանության ծառայության տնօրենը փաստում է, պեղումների նախնական փուլն ավարտված է, սպասվում են նոր զարգացումներ։ Պեղումներին զուգահեռ այս պահին նաև իրականացնում ենք նախագծման աշխատանքներ եւ արդեն նախագծի ավարտից հետո սկսելու ենք շինարարությունը։ Սկզբից սկսելու ենք փոքր եկեղեցու, այնուհետև ամբողջ վանական Համալիրի աշխատանքները։ Տարեվերջին Երիցվանքում կսկսվի պեղումների երկրորդ փուլը։ Յուրա Վահանյան, լուրեր։